Բարի լույս սիրելի հայրենակիցներ, մեր հերթական հանդիպումն է այսօր և շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք ձեզ հետ խոսելու և ողջունելու և զրուցելու և միևնույն ժամանակ մտածելու, խորելու մեր կյանքի ընթացքի մասին, ինչպես նաև նրա լուծումների մասին, որոնք մեր առջև են։ Վաղը աշխարհամատրան կիրակի է, կանաչ կիրակի, եկեղեցու հաստատման, ծավալման և առաջին մատուռը լինելու վերջին ընթրիքի ժամանակ մեր Տիրոջ կողմից հաստատված խորհուրդով։ Առաջին մատուռը վերնատունն էր, որտեղ մեր Տեր իր աշակերտների հետ հաղորդության խորհուրդը հաստատեց, իր վերջին օրերի դեպքերը տեղի ունեցան, ամենախորհրդավոր պահերն ու ժամերը և այդպես խորհրդանշականորեն դարձավ աշխարհի առաջին եկեղեցին, որից էլ հետագայում ծավալվեց, տարածվեց, ներգրավվեց և այդպիսով ոչ միայն հաստատվեց, այլև զարգացավ ընդհանրական եկեղեցին։ Ուրեմն աշխարհամատրան կիրակին կամ կանաչ կիրակին կյանքի խորհուրդ ունի, կյանքով պայմանավորված, կյանք բերող, այդ հաղորդության խորհրդով նոր կյանքի սկիզբ, ուժավորված, զորացած, անկախ կյանքի բոլոր հարվածներից այդ խորհուրդն է կրում իր մեջ։ Եվ մենք մեր ժամանակները գնահատելով, ինչպես մշտապես ասել եմ, որպես մեր պատիվը գողացված և կենսագրությունը խարխլած, կենսագրությունը գողացված ժամանակաշրջան, այս ժամանակներում, այս խառն քաոսային իրավիճակում մեզ համար մնում է և հաստատուն կերպով շարունակում է դառնալ մեր մտածումների, մեր ընթացքի առանցքը Աստվածաշունչ Մատյանի պատգամները, հորդորները, աստվածային կտակը, որից դուրս չենք կարող ապրել, մեր կյանքի սկիզբը և վերջը այդպես է, պայմանավորված է Սուրբ Գրքով, նրա կենսատու պատգամներով և նրա առաջնորդությամբ, որոնք ամենօրյա, ամեն ժամվա մեր կյանքի ընթացքի ոչ միայն ուղեկիցն են, այլև ճշմարտությունները մեզ համար բացահայտող և ճշմարտության ետևից գնացող և միևնույն ժամանակ այդ ճշմարտությունը մեզ համար, որպես մեր սեփականը կրող լինելու իրականությունն են պարզում։ Եվ ինչ է ասում Սուրբ Գիրքը, տերունական պատգամը այսօր։ Մի դատեք, որ չդատվեք, որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։ Մի տվեք սրբությունը շներին, և մի գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք, և շրջվելով ձեզ պատառոտեն։ Եվ ապա շարունակում է ասելով. մտեք նեղ դռնով, որքան ընդարձակ է այն դուռը և լայն այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով։ Որքան անձուկ է այն դուռը և նեղ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են նրանք, ովքեր գտնում են այն։ Միթե փշից խաղող կքաղեն կամ տատասկից թուզ, այսպես ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, և վատ ծառ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը լավ պտուղ։ Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։ Ուրեմն իրենց պտղից կճանաչեք նրանց։ Մի քանի կարևոր պատգամներ է մեզ փոխանցում մեր Տերը։ Առաջինը, որ ինչ դատաստանով չափեք, այդ դատաստանով էլ կչափվեք։ Երկրորդը, հորդոր և պատգամը
արժեքները, գաղափարները, սկզբունքները, վեհագույն մտքերը չնետել խոզերի առջև եւ այդ սրբությունները շներին բաժին չդարձնել։ Երրորդը նեղ եւ լայն դռների եւ ճանապարհների մասին է։ Որքան լայնը դուռը կամ ճանապարհը, այնտեղ շատ մարդիկ են հայտնվում։ Որքան նեղ եւ անձուկ է թե դուռը եւ թե ճանապարհը, այնտեղով քչերն են անցնում։ Եվ վերջապես պտղի մասին չի կարող լինել լավ ծառ եւ լինել չար պտուղ կամ լինել վատ ծառ եւ լինի բարի պտուղ։ Եվ սակայն այդ դեպքում, երբ չար կամ վատ ծառը վատ պտուղ է տալիս, այն կտրվում եւ նետվում է հրդեհի կամ կրակի մեջ։ Եվ չի կարող այն երկար կյանք ունենալ։ Չի կարող ոչ տեղը զբաղեցնել, ոչ էլ լինելով ծառ իր պտուղներով, իր չար պտուղներով մարդկանց կյանքը թունավորել եւ նաեւ միևնույն ժամանակ լինելով բարի պտուղ մարդկանց կյանքը զարդարել, կենսավորել, կյանք տալ։ Սա հիմնական առումով մեր ընդհանրական կյանքի պատկերն է։ Առաջինը, որ մեր կյանքում շատ հաճախ տեսնում ենք մարդկանց, ովքեր առաջին իսկ վայրկյանից, առաջին իսկ դատողությունից փորձում են դատավոր լինել, դատաստան արձակել եւ այդպես նաեւ մարդկանց կյանքի վրա ազդեցություն ունենալ կամ խաթարել այդ կյանքը, առանց քննելու, առանց խորքերը ուսումնասիրելու, առանց այդ մարդկանց կոշիկների մեջ գտնվելու, առանց այդ մարդկանց ճանապարհը կամ ճանապարհի ընթացքը որևէ կերպով փորձելու բաժանել կամ հասկանալ կամ պատկերացնել, այլ այնինչ տեսնում են, այդպես էլ վարվում են։ Այսինքն միևնույն ժամանակ, սակայն, այդ այնինչ տեսնում են եւ այդպես էլ վարվում են, վիճակված է նաեւ իրենց։ Այնինչ տեսնում են իրենց կյանքում, այդպես էլ կվարվեն իրենց հետ։ Մեր Տերը շարունակում է ոսկե օրենքը փոխանցելով ասելով. մի դատեք, որ չդատվեք։ Եվ մի դատեկը սակայն չի վերաբերում արդարադատությանը, չի վերաբերում արդարությանը, որպեսզի արդարություն չգործվի կամ արդարադատություն չգործվի բոլոր նրանց համար, ովքեր չարիք են արարում։ Այո, առանց արդարության եւ առանց արդարադատության չի կարող լինել կյանքի ներդաշնակություն։ Բացառված է դա։ Եվ հետեւաբար դա ոչ թե արդարության մեկնաբանությունն է կամ արդարադատության չգոյության մասին է, այլ պարզապես այն թեթև կերպով վերաբերմունքը, որ մարդիկ կարող են մեկը մյուսի նկատմամբ ունենալ կամ հասարակության մեջ, լայն առումով հանրության նկատմամբ կամ հանրությունը իր մեջ իր անդամներից որևէ մեկի կամ անդամների նկատմամբ ընդհանրապես։ Հատկապես մեր ժամանակաշրջանում սոցիալական ցանցերի, կայքերի եւ այլն ճանապարհով մարդիկ շատ են փորձում դատավորի աթոռի վրա գտնվել։ Եվ մշտապես ասել եմ, դա անպատասխանատու պատասխանատվություն է, որը փոխանցված է մեր կյանքի բոլոր շերտերին եւ օղակներին։ Մարդիկ կարող են գործել, խոսել եւ դրա համար պատասխանատվություն չկրել, հատկապես նրանք, ովքեր այս կամ այն ճանապարհով, այս կամ այն կերպ որոշակի պաշտոններ ունեն, իշխանական տարբեր օղակներում են գտնվում։ Եվ դա ակնհայտորեն մեր կյանքում գնալով ել ավելի խորանում եւ ել ավելի արտահայտվում է։ Եվ բայց չմոռանան, որ ինչով դատեն, ինչպես դատեն, ինչ դատաստան որ տեսնեն, նույն դատով ու դատաստանով էլ դատվելու են ու չափվելու են։ Սա կյանքի ոչ միայն բնական օրենքն է, այլև ինչպես տեսնում եք, աստվածային օրենքն է։
Սա արձագանքի օրենքն է կարելի ասել։ Ինչպես ձայնը արձագանք ունի, այդպես էլ կյանքի փոխհարաբերությունները այդ կերպով են զարգանում։ Երկրորդը մեր Տերը խոսում է լավ պտուղի, լավ ծառի, լավ պտուղի, վատ ծառի եւ չար պտուղի մասին։ Չի կարող լինել լավ ծառ, առողջ ծառ, բերքատու ծառ իր ամբողջության մեջ, որդը չկերած ծառ եւ հանկարծ այդ ծառը կամ պտուղ չտա, կամ լինել ուղղակի ինչպես Սուրբ Գիրքը նկարագրում է չար պտուղ տվող, եւ նույնն էլ հակառակը, չի կարող լինել վատ ծառ, անխնամ, անմշակ, որտնած ծառ եւ այն կարողանա լավ պտուղ տալ։ Սա ուղղակիորեն անհամատեղելի է եւ ինչպես ժողովրդական առածն ասում որ դարձյալ Սուրբ գրային է, պտուղը իր ծառից է ճանաչվում։ Եվ սակայն նաեւ ծառը իր պտուղից, ծառն էլ է դառնում իր պտուղի հայելին, հասկանում ես թե պտուղը որտեղից է եւ հասկանում ես թե ինչ ծառ է։ Երբ տեսնում ես պտուղին, պատկերացնում ես ծառի մասին, ուր մնաց որ այդ ծառը սկսի արտահայտվել կամ այդ պտուղը տալ։ Եվ մեր վերջին ժամանակներում այս երկու օրը պարզապես տեսնում ենք, ականատես ենք լինում զազրելի երևույթների, որոնք գրեթե սովորական են դարձել մեր ամենօրյա կյանքում։ Ինչպես նախորդ անգամ եմ նշել, չեմ ուզում այս մարդկանց եւ կյանքին եւ գործին անդրադառնալ, սակայն իրենք են կարծես խնդրում, որպեսզի մենք անդրադառնանք իրենց, բայց դարձյալ հպանցիկ կանցնենք նրանց կողքով, զուտ օրինակը ցույց տալով, թե ինչի մասն է խոսում մեր Տերը, զուտ Սուրբ գրային պատկերը տեսնելով մեր կյանքում առարկայորեն արտահայտված։ Եվ դարձյալ մեր Տիրոջ պատգամին հարազատ, ինչպես ասացի, չէի ուզում անդրադառնալ, որովհետև մեր Տերն ասում է մի տվեք սրբությունները շներին եւ մի նետեք նրանք խոզերի առջև, որպեսզի չպատառոտեն, չբսկտեն եւ որպեսզի ոտնակոխ չդարձնեն։ Այդուհանդերձ ուզում եմ երկու դեպքի անդրադառնալ, որոնց լայն կերպով այսօր կամ երեք կամ առաջին օր այս օրերին ընդհանրապես թե մամուլով, թե հրապարակային իմաստով, թե անհատներ անդրադարձել են։ Առաջինը դա մեր ակտիվիստ, գործող, հանրային գործիչ, ինքն իրեն ուղղակիորեն պատասխանատվություն տված եւ այդ պատասխանատվության ետևից գնացող սկզբունքային մի մարդու մասին Արթուր Չախոյանի, որին մի քանի օր առաջ, երկու օր առաջ դաժան ծեծի ենթարկեցին Նորքի թաղապետարանում նրա վարչական ղեկավարի կողմից իր ամբողջ խուլիգանական խմբակով։ Արթուրը գտնվում է հիվանդանոցում, մենք խոսել ենք իր հետ եւ նաեւ կայցել ենք, կհանդիպենք եւ նաեւ ուզում եմ այս պահին վերստին մեր զորակցությունը հայտնել իրեն, հայտնել մեր քաջալերանքը, շուտապույտ ապակինում մաղթել եւ միևնույն ժամանակ դատապարտել այդ զազրելի արարքը։ Սա պարզապես մի փոքր դրվագ է, որ ցույց է տալիս այս խուլիգանախմբի իրական պատկերը եւս մեկ անգամ է ցույց տալիս։ Զարմանալի պիտի չլինի դա մեզ համար, այլ պարզապես այս երևույթը կամ երևույթները պետք է պատճառ լինեն մեր անելիքները օր առաջ իրականացնելու եւ վերջապես այս քաղցկեղը մեր կյանքից մաքրելու իմաստով։ Եվ տեսեք, ոչ միայն
ծեծել են, բռնության են ենթարկել մի քանի հոգիներով, որը դարձել եմ ասում, ոչ մի օրենքով, ոչ մի կանոնով ընդունելի չէ, ոչ բնական, ոչ աստվածային, ոչ քաղաքացիական, ոչ փողոցային, ոչ մի ձևով ընդունելի չէ, որ այդպես հարցակվեն, ոհմակով հարցակվեն մարդու վրա, որի միակ գործը եղել է զուտ ցույց տալ այն խախտումները կամ այն ենթադրյալ չարաշահումները, առերևույթ երևացող չարաշահումները, որոնք ուղղակիորեն հանրային միջոցների մսխման պատճառ են, ոչ միայն հանրային միջոցների մսխման, այլև թերևս որոշ մարդկանց գրպանները լցնելու պատճառ կամ միջոց։ Եվ ինչ է հաջորդել դրան, հաջորդել է հեռախոսային հայոյանք եւ երկրորդ փուլով արդեն բռնության կիրառում, ուժի կիրառում, ծեծել, ջարդել հրապարակային իմաստով, մարդուն հասցնել հիվանդանոցի աստիճանի։ Սա այսօրվա իշխանավորների դեմքն է։ Եվ այդ բոլորը պատճառաբանել ինչով նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը վերագրել աշխարհաքաղաքական զարգացումների, վերագրել նրան, որ այս մարդը, այս հայտնի դարձած անհայտնությունը ինչ որ ժամանակ գնացել է Բուչա, երևի ինչ որ տրամադրություններ ունի, ներկայացնում է ինչ որ կուսակցություն, որը եվրոպական բարձր արժեքների հետևորդ է, պարզում է, որ այդ նույն Եվրոպան այս մարդկանց աչքին այլ կերպով է ներկայանում, այլ տեսակով ու որակով, նրանք ինչպես կենցաղի մեջ, այդպես էլ իրենց պաշտոնավարմամբ որդեգրել են այլ արժեքներ, որոնք պարզապես շղարշել են այսպես կոչված եվրոպականով, այսինքն ինչպես ժողովուրդն ասում է, իրենք իրենց եվրո ռեմոնտ են արել, այսպես եք ներկայանում դուք, և սա դարձել ստախոսության, խաբեբայության, կեղծիքի բարձրագույն ցուցիչն ու դրսևորումն։ Սուտը բոլոր առումներով այս չարիքի իշխանության ուղղակիորեն բոլոր առումներով միակ և բացարձակ նկարագիրն է։ Եվ մենք չենք դադարելու անընդհատ ասել, որ դուք ստախոս եք, խաբեբաներ եք, խաբել եք մեծ խնդիրներում, խաբել եք ամենափոքր հարցերում, խաբել եք ձեր անձնական հարաբերություններում, ձեր ներկայանալով ու չներկայանալով։ Եվ այո, ինչ դատաստանով որ դատել եք, այդ չափով էլ չափվելու եք։ Հիշեք սա։ Եվ ուղղակի մարդկանց մղում են հանցագործության, բառից բուն իմաստով մարդկանց մղում են հանցագործության, այլ երկ չթողնելով։ Մարդկանց համար արդարությունը կամ արդարադատությունը վերականգնելու իմաստով մղում են հանցագործության այսպիսի չարաբաստիկ վարքագծով։ Ով է պաշտոնյան, որ իրավունք ունի իրեն իսկ սնող մարդուն այսպիսի բռնության ենթարկել, այն էլ այդքան մեծ ոհմակով։ Այդ պաշտոնները, թեպետ ինքը չնչին արժեք ունեցող որևէ բանը, բայց այդ պաշտոնները ծառայության համար են, ոչ թե ծառայեցնելու։ Այդ պաշտոնները մարդկանց կյանքը բարելավելու համար են, ոչ թե մարդկանց կյանքը չարիքի վերածելու։ Եվ այս պատկերը պարզապես ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, ևս մեկ անգամ մեզ ներշնչելու, ուժավորելու, որ մենք պետք է կարողանանք հավաքվել, անցնել նեղ դռնով եւ այո հաղթահարել այս չարիքի իշխանությունն ու խոչընդոտը, որ մեր կյանքում արկա է ամենօրյա դրությամբ։ Երկրորդը դարձյալ 2-3 օր առաջ տեղի ունեցած դեպքն է մեր սրբազան պայքարի երիտասարդների հետ պատահած։ Թեպետ նորից եմ կրկնում։ Հենց այսօրվա ընթերցվածով, որ մեր Տերն ասում է՝ մի տվեք սրբությունները շներին,
Եվ մի նետեք նրանք խոզերի առջև, որոնք կպարտառոտեն այդ բոլորը։ Այդուհանդերձ դարձյալ առնչվածը այդ երևույթի Վահագն Ալեքսանյանի և նրա մայրիկի հետ փողոցում տեղ ունեցած դեպքով բոլոր իմաստներով թե ինքը, թե իր այսպես կոչված ակվարիումի մասնագետ ղեկավարը, թե մնացած բոլոր տարբեր օղակներից ձայն արձակող, աչքի ընկնող, ինչպես ասել եմ, ինքնափետուրավորված երևույթներ, տարբեր իրավապաշտպան կոչվածներ, փորձել են ակնհայտ երևացող, տեսանյութով երևացող և դեռ մի հսկայական մաս էլ չերևացող, որը պահել են և չեն հրապարակել մեր երիտասարդները, իրենք իսկ ամաչելով այդ տիկնոջ վարքից, փորձել են այդ ակնհայտ ճշմարտությունը իրենց սեփական մեկնաբանությամբ իրենց իսկ արժեքին համաձայն համարժեք ներկայացնել, այնպես ինչպես ամեն ինչի մեջ քիչ առաջ ասել, միշտ ասել ենք, ստում են, այս դեպքում էլ են խաբում ու ստում։ Շատ արագ ասեմ ինչ է տեղ ունեցել։ Մեր երիտասարդները արդեն 1 ամիս է, որ տարբեր վայրերում, բնակավայրերում, առանց իմանալու թե սրանցից ով որ վայրում է բնակվում, այդ գործողությունները չեն վստահում, գործողությունն են իրականացնում։ Քաղաքացիները մոտենում են, կամ իրենք մոտենում են քաղաքացիներին, բացատրում են գործողությունների իմաստը, բովանդակությունը, էությունը, եւ ովքեր ցանկանում են մոտենալ եւ իրենց անվստահությունը հայտնել, մոտենում եւ հայտնում են, ովքեր ոչ, բարի ճանապարհ են մաղթում բոլորին։ Եվ կան տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր այդ պահին չեն ցանկանում մոտենալ եւ որևէ խնդիր մինչեւ այսօր չի առաջացել, եթե նրանք իսկ ագրեսիվություն չեն դրսևորել, չեն հարձակվել մեր երիտասարդների վրա։ Այդպիսի դեպքեր 1-2 եղել են։ Եվ այդ օրվա դեպքը բացառություն չէր կարող լինել, պարզապես մարդկանց մոտենալու եւ ոչ էլ իմացել են մեր երիտասարդները, որ այս երևույթի մայրն է, ծառն է, այդ պտուղի ծառն է։ Եվ առաջին փորձով մի կերպ տիկնոջը փորձել են ճանապարհել խաղաղ կերպով եւ սակայն չի հանգստացել երևի կամ իր արժանավոր որդու հորդորով վերադարձել է երեկոյան ժամին, այս անգամ ձեռնափայտով եւ փորձել բոլոր առումներով, թե հայհոյանքներով, թե հարձակվելով մեր երիտասարդների վրա, թե ինչ ասեմ, անպարկեշտ վարքագծով փորձել է ինչ-որ բան անել։ Ես ուղղակի հիացած եմ մեր երիտասարդների վարքագծով, որ մինչև վերջ կարողացել են պարկեշտություն դրսևորել։ Այդուհանդերձ հաշվի առնելով, որ թեպետ թե այդ կինը եւ թե իր որդին հետո, իսկ առաջ էլ չեմ ասում, իրենց վարքագծով ցույց են տվել իրենց իրական պատկերը։ Ես քաջալերում եմ մեր երիտասարդներին, որոնք սկզբունքային, գաղափարական, արժեքներ ունեցող, արդարության ձգտում, ճշմարտության ետևից գնացող մարդիկ են, ովքեր չեն զլանում եւ չեն տրտնջում, նեղ դռնով, անձուկ ճանապարհով անցնելու միայն այն բանի համար, որ արժանապատիվ կյանք ունենան, հայրենիք ունենան, պետություն ունենան, որպեսզի հավատքի կյանքով, ոգևոր կյանքով, Աստծո սիրով ապրեն, որպեսզի իրենց նմանի նկատմամբ, իրենց ընկերոջ, եղբոր, քրոջ նկատմամբ, իրենց մեծերի նկատմամբ հարգանքով ապրեն եւ ոչ թե այսպես խախտված, քայքայված իրականության մեջ, որը բերել է մեր կյանք այս չարիքի իշխանությունը։ Եվ դեռ հոխորտում են կարմիր գծերի մասին, եւ դեռ հոխորտում են քաղաքական պատասխան տալու մասին։ Ախր մարդու ծիծաղը գալիս, սիրելիներ, չակերտավոր սիրելիներ։
հեգնանքով սիրելիներ։ Մարդու ծիծաղը գալիս, որ դուք խոսում եք կարմիր գծերի մասին։ Եթե չասեմ այն բոլոր աղետները, որ բերել եք, ամբողջական աղետի միջայլոց, որ բերել եք մեր կյանք, միայն մեկ դեպքը եռաբլուրում մեր նահատակ զավակների, հերոսների ծնողներին քաշ տալը, այդպիսի անարգական վիճակի հասցնելը, եւ կարող եմ ասել գրեթե ամենօրյա դրությամբ բավական, որպեսզի դուք ոչ միայն չխոսեք կարմիր գծերի մասին, այլև ուղղակիորեն հեռանայիք, գլուխներդ կախ հեռանայիք մեր կյանքից։ Այդ թե ովքեր են կարմիր գծեր խախտել, դեռ պիտի փառք տակ Աստծուն, որ մեր երիտասարդները շատ պարկեշտ երիտասարդներ են, շատ պարկեշտ, շատ առաքինի, հասկանում են, թե ինչի համար են իրենք դուրս եկել հրապարակ, ինչի համար են իրենք գործում, որպեսզի այս երևույթները նաև վերանան, որպեսզի ձեր իսկ ծնողներն ու զավակները պաշտպանված լինեն, հարգանք ունենան։ Այդ սրա համար իսկ դուք, այո, պտուղի ծառից է ճանաչվում, չար պտուղը չի կարող լինել բարի ծառի արդյունք, լավ ծառի արդյունք, եւ հետեւաբար չար ծառն ու իր չար պտուղը պետք է կտրվեն, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, եւ դեն նետվեն, որովհետեւ նրանք տեղ են զբաղեցնում, որովհետեւ նրանք քայքայում են հողը, փչացնում են այդ հողը, որտեղ աճել են կամ տնկվել են։ Ես չեմ ուզում ավելի խորանալ այս թեմայի մեջ, թեպետ դարձյալ այդ երևույթը գծով երբ նայում ենք, այս մարդկանց ծնողները մեր աչքի առջև են, երբեք չի եղել այսպիսի բան, որ քաղաքական կամ հասարակական գործիչների ծնողներին նույնիսկ ճանաչենք, ելուր մնաց ճանաչենք, պիտակներով եւ մագդիրներով իրենց ցուցաբերած վարքի պատճառով։ Մի մոռացեք համբալի պատմությունը կամ համբալների պատմությունը, որը այսօրվա քաղաքապետ կոչվածի հոր արտահայտությունն դրսևորում էր։ Այն ամենազազրելի արտահայտությունն էր, որ մյուս պատգամավորի մայրն էր ասել կամ արտահայտել համացանցում։ Նույնիսկ մտքով անպատկերացնելի է դա։ Այս երևույթն ու դրվագը ինչպես է 70-ամյա իրենց ասելով կինը իրենից մի քանի անգամ փոքր իր թոռների տեղ եղող երեխաներին, երիտասարդներին ամեն այլանդակ խոսքերով հայում եւ վիրավորում եւ դեռ մի բան էլ սպառնում իր ձեռնափայտով եւ ամենահայտնի դրվագը թքող մոր թքող որդին սա անհավատալի եւ աննկարագրելի այսպես հերթով կարծես իրենք բացահայտում են իրենց ներսում եղած իրական պատկերը եւ մի առիթով ասել եմ, եթե սրանք հրապարակային կերպով չեն կարողանում իրենց զսպել եւ այսպես արտահայտում են մարդկանց մասին, դուք պատկերացրեք իրենց նեղ շրջանակում ինչ հայոյանքներով, ինչ խոսքերով, ինչ կերպերով են վերաբերմունք ցույց տալիս կամ արտահայտում մարդկանց մասին։ Միայն մտքով պատկերացրեք մի պահ կտեսնեք ինչ սարսափելի միջավայրը այս մարդկանց միջավայրը թե ընտանեկան թե գործնական այո այդ թքող մոր անպարկեշտ զավակը մեզ ցույց տվեցին որ խոսել է մեր երիտասարդների մասին որպես անվանելով նրանց կապիկներ Ես վստահ եմ, որ այդ խոսելուց առաջ ինքը մի մեծ հայլի է տեսել, նայել է այդ հայլու մեջ, արտացոլանքը տեսել է
եւ ինքնադրսևորում է ունեցել եւ բնականաբար չէր կարող այլ կերպ լինել, որովհետեւ այս մարդիկ այդ միջավայրի ծնունդն են, այս մարդիկ ծնվել են այդ միջավայրում, մեծացել են այդ միջավայրում, թաքնված եւ հիմա բացահայտվող, երևի թե նաեւ այլ զենք, այլ միջոց, այլ գործիք չունեն հանրության հետ խոսելու, քան իրենց ծնողներին, զավակներին, ընտանիքներին մղելու դեպի հանրային կյանք, որպեսզի այդպիսով նաև խղճահարություն արթնացնեն իրենց նկատմամբ։ Ինչպես ասել եմ, մարդիկ այսպես կոչված հալածյալի խեղճի նկատմամբ որոշակի վերաբերմունք ունեն, այդ խեղճության հալածված լինելու պատկերն են ուզում փոխանցել։ Դուք հալածված չեք, դուք հալածել եք մի ամբողջ ազգ։ Դուք այդ կարմիր գծեր կոչվածը խախտելով մարդկանց տների առջև դագաղներ եք դրել, իրենց ընտանիքներն եք մտել, երեխաներին ու ծնողներին եք ցավեցրել ամենավերջին աստիճանով։ Դուք այդ կարմիր գծերի մասին խոսելով մեր հայրենիքն եք հանձնել եւ ուրացել եք ձեր իսկ պիղծ շրթունքներով արտահայտած գաղափարները։ Դուք ձեր կարմիր գծեր կոչվածով հազարավոր երիտասարդների ու մարդկանց մահվան պատճառ եք եղել, կյանքից զրկել եք, ընտանիքներ եք, հազարավոր ընտանիքներ եք մատնել դժբախտության։ Դուք ձեր կարմիր գծեր կոչվածով ոչ միայն լուր համաձայնվել եք Բաքվի բանտերում թողնելու մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև լուր համաձայնության մասնակից եք նրանց դատին, այդ չակերտավոր դատերին, այդ ամբողջ կեղծիքին, երևի նաև ձեր քաջալերանքով։ Հանրությանը դուք կարմիր գծերի մասին մի խոսեք, դուք ոչ կարմիր գիծ ունեք, ոչ կապույտ գիծ ունեք, դուք ընդհանրապես որևէ գիծ չունեք։ Ձեր ընտանեկան պատմությունները, որոնք մեր առջև դրված են, ոչ ենթադրյալ, այդ ճշմարտությամբ, եթե մենք սկսենք խոսել դրանց մասին, մեզ թույլ տանք ձեր աստիճանի իջնել, ձեր այդ, ինչ ասեմ, ամենավերջին աստիճանի փողոցային, դուք ձեզ ոչ միայն լավ չեք զգա, այլև հանրությունը ձեր ծագումնաբանությունն էլ ամբողջությամբ կհասկանա, թե ովքեր եք դուք։ Բայց փառք տվեք Աստծուն, որ ձեր դիմաց ձեր նման մարդիկ չեն, հասկանում են մարդիկ, որ կան տեղեր, որոնք չի կարելի մուտք գործել։ Մենք օրինակ գիտենք, չէ, որ այս մարդու ընտանիքը խաչթառակից է, օրինակ Իջևանի շրջան եւ այլ բաներ, բայց չենք խոսում այդ մասին, կարիքը չկա։ Եվ ամփոփելով, սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, չեմ ուզում մտնել դարձյալ շարունակել, ինչպես մեր Տերն ասում է, սրբությունները շների առջև նետելու եւ կամ մարգարիտները կամ այդ սրբությունները խոզերի դեմ դիմաց դնելու, որոնք կպատառոտեն եւ այդպես էլ արվում է, պատառոտում են ընդհանրապես արժեքը, սրբությունը, գաղափարը, լինի դա ընտանիքի գաղափարը, լինի դա հայրենիքը, պետությունը, պետականությունը, պարզ հարաբերությունները, ամեն ինչ։ Եվ ուղղակիորեն ուզում եմ հիշեցնել բոլորիս, որ մեր Տերը անընդհատ տևապես խոսում է նեղ եւ անձուկ, նեղ դռնով եւ անձուկ ճանապարհով անցնելու մասին։ Իրականությունը կյանքի այդտեղը լայն դռնով եւ լայն ճանապարհով անցնող շատ մարդիկ կարող են լինել, ցանկացողներ լինել, որովհետեւ դա հեզասա, դյուրին, հեշտ կյանքն է, որի կործանումն էլ ուղղակիորեն անխուսափելի է։
Նեղ դռնով, անձուկ ճանապարհով անցնողներն են արժեք ստեղծում, կյանք ստեղծում։ Հազարավոր, միլիոնավոր մարդիկ են եղել աշխարհի գոյության պատմության մեջ։ Բայց ընդամենը քանիսին եք հիշում, քանիսի անուններն են հայտնի։ Քանիսներին են ծանոթ, տեղյակ, թե կյանքի ճանապարհին, թե իրենց գործածին։ Այդ մարդիկ են նեղ եւ անձուկ ճանապարհով անցնողները, նեղ դռնով, հանձնառու կերպով անցնողները, անձուկ ճանապարհի մեջ մտնողները, որոնք հասկանում են ամբողջությամբ, թե ինչպիսի դժվարին, տառապալից ճանապարհը իրենց ճանապարհը, սակայն ինչպիսի պարգևող, պարգևատրող, ինչպիսի գոհություն բերող, գոհունակություն պատճառող, ներքին հաշտություն ունեցող, չարիքը, սուտը, կեղծիքը չհանդուրժող, արդարության եւ ճշմարտության ետևից գնացող, անկախ նրանից նրանք կհասնեն վերջնահանգրվանին թե ոչ, բայց դա է իրական մարդու կերպարը, որի մասին խոսում է մեր Տերը։ Այո, այսօր մենք բոլոր նրանք, ովքեր հասկանում են, պատկերացնում են, գնահատում են այսօրվա իրավիճակը, թե ներքին հասարակական հարաբերությունների մեջ եւ թե մեծ իմաստով ազգային նկարագրի եւ պետականության եւ պետության մասին մեր պատկերացումներով բոլոր նրանք, ովքեր այդ հասկանում են այսօրվա իրավիճակը, գնահատում են այսօրվա իրավիճակը, նրանք անցնում են նեղ դռնով եւ անձուկ ճանապարհով, բայց նրանց վերջնահանգրվանը լինելու այն մեծ եւ նշանակալից եւ մեծ իմաստով, նաեւ ներքին հոգեվոր իմաստով այն մեծ խրախճանքը, որը անխուսափելիորեն գալիս այդ նեղ ճանապարհով անցնողների համար։ Դա ճշմարիտ է ինչպես անհատական կյանքում, այդպես էլ ճշմարիտ է հավաքական կյանքում։ Մենք այսօր այդ նեղ դռնով եւ անձուկ ճանապարհով անցնող մարդկանց համախումբն ենք, որոնք չեն ընդունում այս իրավիճակը եւ ոչ միայն չեն ընդունում, այլև հանձն են առել փոխելու այն։ Հանձն են առել փոխելու այն։ Ես չեմ դադարելու շնորհակալություն հայտնելու, գնահատանքս հայտնելու մեզ հանգիստ չտվող այն հարյուրներով, հազարներով մարդկանց, ում մենք ամենօրյա դրությամբ հանդիպում ենք, ում հետ մենք միասին ճանապարհ ենք անցնում։ Նեղ դռնով եւ անձուկ ճանապարհով, որովհետեւ իրական հաղթանակը նախ եւ առաջ այդ տառապանքով սիրո ճանապարհի մեջ մտնելու հանձնառությունն է, որը դժվար է, որը բարդ է, սակայն ի վերջո այն արդյունավոր եւ պարգևատրող է։ Այլ կերպ չկա կյանքում։ Ովքեր սիրո տառապանքի ճանապարհով չեն անցնելու, գտնվելու են այդ լայն դռնով եւ լայն ճանապարհի մեջ եղող մարդկանց կարգավիճակում։ Եվ սակայն իրենց պատղաբերությունը լինելու է շատ չնչին, եթե չասեմ ոչինչ։ Այն նրանք, ովքեր պատասխանատու կերպով հանձն են առել նեղ դուռը եւ անձուկ ճանապարհը, նրանք էլ լինելու են բոլորի պատիվը վերականգնողը, նրանք էլ լինելու են այն մարդիկ, որոնց մասին պատմությունը մեծ տառերով է գրելու, որպես այս ժամանակաշրջանի, այս իրավիճակում գտնվող մարդիկ, ովքեր չվախեցան ոչնչից, այլ հանձն առան, ոչ միայն փոփոխելու, այլև զարգացնելու, խորացնելու ճշմարտության եւ արդարության իրենց պայքարը հասցնելով արդյունավետ վերջնահանգրվանի, որը մի մոռացեք, մեր կյանքից ամենաշատ բացակայած երևույթն ու բառնը եւ արտահայտությունը, որը անխուսափելիորեն բերելու է հաղթանակի։
Եվ ինչպես անցյալ անգամ եմ ասել, այո, մեզ շատ քիչ է մնացել, մեզ մնում է կամք, հաստատուն համոզուն, վառվռուն հավատք և հանձնառություն և հասնել այդ ծրագրի, չեմ ասում նպատակի, այդ ծրագրի իրականացմանը, որը ուղղակի անխուսափելի է, որովհետև անհրաժեշտ է։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, մի վախեցեք նեղ դռնից և անձուկ ճանապարհից։ Նրա վերջին հանգրվանը բարի է և հաղթանակող։ Աստված օրհնի բոլորիդ։